Բարև ձեզ թանկագին բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, եթերում աշխարհաքաղաքական զարգերակն է։ Վերջին մի քանի օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Ադրբեջան-Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Իհարկե ամենակարևորը այն էր, որ Կիշինյովում կրկին հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Քննարկեցին նաեւ Արցախին վերաբերող հարցեր։ Բուն քննարկումները շատ քիչ են տևել, 10 րոպե, բայց պայմանավորություն է ձեռք բերվել, որպեսզի հետագայում եւս հանդիպումներ կազմակերպեն եւ արտգործնախարարների միջեւ եւ իրենց միջեւ, որի ժամանակ իհարկե կքննարկեն հարցեր մեր հակամարտության իրավիճակի մասին։ Հունիսին կլինի այդպիսի հանդիպումներ, հուլիսին, հոկտեմբերին եւ այլն եւ այլն։ Տեսնենք, հետևենք եւ տեսնենք ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու։ Բայց Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որը նա արել է ներկայիս շաբաթվա ընթացքում, իհարկե ցույց են տալիս, որ այդ երկրում որևէ փոփոխություն դեպի լավը Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղի չեն ունենում։ Ընդհակառակը պաշտոնական Բաքուն գնալով իրավիճակը ել ավելի է սրում եւ ապակայունացնում։ Այսպես Իլհամ Ալիևը այցելելով օկուպացված Բերձոր մի շարք հայտարարություններ արել, որը կոպտագույն խախտում է հանդիսանում միջազգային իրավունքի, ընդհանրապես նաև այս չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրի։ Այսպես նա հայտարարել է, որ Ղարաբաղի անջատողականները պետք է հասկանան, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ցանկացած քայլի դիմել եւ որ պետք է նախագահը, ազգային ժողովը, նախարարներ, կառավարություն, ընդհանրապես բոլոր այդ կառույցները ցրվեն, դրանից հետո Ադրբեջանը կմտածի ինչ որտեղ փապկացնի իր մոտեցումը այդ պաշտոնյաների նկատմամբ եւ միգուցե նրանց համաներում շնորհի։ Ու սարսափելի հայտարարություն իսկապես, բայց վատը նա է, որ որոշ երկրներ պաշտպանել են այս հայտարարությունը։ Եվ ամենաանակնկալը եղել է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն է համապատասխան հայտարարությունով հանդես եկել, ողջունելով Ալիևի այս հայտարարությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան իսկապես ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն խախտում, փաստորեն ինչ է ստացվում։ ԱՄՆ-ն, որը ժողովրդավարության ջատագովն է, ղեկավարն է, առաջնորդն է համաշխարհային ժողովրդավարության, չէ, փաստորեն ստացվում է, որ Արցախի ժողովրդին ճանաչում է որպես ահաբեկիչ, այդպես է ստացվում։ Եվ շնորհակալություն է հայտնում Ալիևին, որ նա համաներում է պատրաստ նրանց ուրեմն շնորհել։ Սա անթույլատրելի բան է։ Սա նշանակում է նաև, որ մեր սփյուռքը պետք է կտրականապես վերանայի իր աշխատանքը, քանի որ միշտ հիմնվել է սկզբունքների, արդարության, ժողովրդավարության վրա, բայց մենք հիմա տեսնում ենք, որ թևակողել ենք մեր աշխարհակաղակացիության դարաշրջան, որտեղ այդ գաղափարները չեն աշխատում։ Միթե որևէ ամերիկացի, նույնիսկ նախագահ կարող է իրեն թույլ տալ անգամ մի սառը խոսք ասի հրեաների մասին։ Ոչ, որովհետև այլ համակարգ է գործում։ Եվ մենք նույնը պետք է անենք շուտափույթ ձևով։ Արդյոք կարելի է համեմատել մեր հայ համայնքի ներդրումը Ամերիկայի զարգացման գործում եւ Ադրբեջանի։ Իհարկե չի կարելի։ Հետևաբար մեր այս ներդրումը, մեր ներուժը մենք ճիշտ պետք է կապիտալացնենք։ Ասեմ, որ նույն Ադրբեջանի վերաբերյալ մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը, որը ել ավելի է սերտացնում հարաբերությունները։ Նախագահ Էրդողանը այսպես շնորհավորել է Ադրբեջանի անկախության տոնի կապակցությամբ մայիսի 28-ին եւ նշել, որ իրենք երկու պետություն են, մեկ ժողովուրդ։ Ամեն անգամ նշում են։ Օրերս Ադրբեջանը այցելել նաեւ Իսրայելի նախագահը Իսխակ Հերցոգը հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ, այլ պաշտոնյաների հետ եւ շատ հետաքրքիր մեսիջներ են այնտեղ հնչեցվել։ Օրինակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երախտապարտ է Իսրայելին նրան ռազմական ոլորտում օգնություն ցուցաբերելու, որը թույլ տվեց նրան Ադրբեջանին ուժեղացնել իր պաշտպանունակությունը, պաշտպանել տարածքային ամբողջականությունը եւ այլն եւ այլն։ Ու կարելի է շարունակել հաղթանակ տանել Արցախի նկատմամբ, փաստորեն կարևորում է Իսրայելի դերակատարությունը։ Ցավալի է, որ մի ժողովուրդ, որը անցել է Հոլոկոստով, ցեղասպանությամբ, փաստորեն
մոտիկ բարեկամ է դարձել տոտալիտարի երկրի, որը նույնպես ցեղասպանություն է իրականացնում մի այլ ժողովրդի նկատմամբ։ Բայց սա է կյանքի օրենք։ Իսկ Իսրայելի նախագահ Ադրբեջանում հայտարարել է, որ Իրանը հանդիսանում է ամենամեծ վտանգը տարածաշրջանում եւ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Իրանին զսպեն։ Իրանը պատասխան չթողեց այս ամենը, իհարկե սա շատ վատ արձագանք ստացավ Իրանում, բայց ինչն է հետաքրքիր, համացանցում հրապարակվեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի Իրանի արտգործնախարարությունը դիմում է կառավարությանը եւ ասում է, որ Ադրբեջանը թշնամի պետություն է եւ վատ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ, վտանգավոր, եւ որ Իրանի բարեդրացական հարաբերությունները Բաքվում դիտարկում են որպես թուլություն եւ անհրաժեշտ է այս մոտեցումը վերանայել։ Հետաքրքիր է շատ։ Չգիտեք, դա համապատասխանում է իրականությանը, ֆեյք փաստաթուղթ է թե չէ, բայց ինքնին այդպիսի փաստաթղթի տարածումը պետական եւ Ալիևի ընտանիքին պատկանող տարբեր լրատվամիջոցներով շատ բանի մասին է խոսում։ Ասեմ, որ վերջի օրերին նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ադրբեջանում տնտեսական համագործակցության գծով Էմմա Նիկոլսոնը բարձր է գնահատել Ադրբեջանի դերակատարությունը Արևմուտքի հետ հարաբերություններում եւ Բրիտանիայի եւ նշել, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է Արևմուտքին։ Թող այն, ով պետք է համապատասխան հետևություններ անի, այս ամենը լավ ըմբռնի։ Ավելին, նույնիսկ Ադրբեջանում Ուկրաինայի նախկին դեսպանը, որը հիմա նաև բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում ուկրաինական ռադայում, հայտարարել է, որ Ուկրաինայի հաղթանակից հետո Բախմուտը եւ Աղդամը կդառնան քուրդ քաղաքներ։ Շատ հետաքրքիր է, ով պետք է սա լսի, հետևություններ էլ պետք է անի։ Թուրքիայում այս շաբաթվա ընթացքում իհարկե նույնպես հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել, ամենակարևորը ընտրություններն են։ Մենք կանխատեսել ենք, որ հաղթելու է Էրդողանը, իհարկե եղել են խախտումներ եւ այլն, բայց հաղթել է Էրդողանը եւ կարծես թե բոլորը դրա հետ համաձայն են։ Ավելին, եթե մենք տեսնում ենք այն հրապարակած պաշտոնական տվյալները, Էրդողանը հավաքել է 52%, Քլիչդարօղլուն 47%, այսինքն 5%-ի տարբերություն կա։ Իսկ ով էր 5% ձայները վերցրել առաջի փուլի ժամանակ Ադրբեջանի թուրք Սինան Օհանը։ Տեսեք ինչ լավ փորձել են այդ ամենը սվաղել։ Փաստորեն Սինան Օհանը, որը սկսեց սատարել Էրդողանին Ալիևի դրդմամբ, թույլ տվեց Էրդողանին նույնիսկ կեղծումներ անելու դեպքում արդարացնել եւ ցույց տալ, որ տեսեք, Օհանը ինձ միացել է դրա համար հենց 5%-ով էլ հաղթել։ Բայց սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բավականին խորացել են եւ անցել են մի նոր ուրեմն մակարդակի։ Ասեմ, որ անմիջապես շնորհավորել է Էրդողանին Ալիև եւ Էրդողանը սա ընդգծել է իր ելույթի ժամանակ։ Az önce Azerbaycan Cumhurbaşkanı İlham kardeşim aradı. Նշելով, որ առաջինը իրեն շնորհավորել է իր եղբայր Ալիևը։ Էրդողանի շնորհավորել է նաև Մեհրիբան Ալիևը, կրկին օգտագործելով իր Twitter-յան էջում «Իքի դովլատ, բիր միլլատ» հասկացությունը, երկու պետություն, մեկ ժողովուրդ։ Մենք տեսնում ենք ինչպիսի սերտ են նրանց հարաբերությունը, նախանձելի ձևով սերտ են։ Օրինակ Ստամբուլում հանրահայտ Գալատայի աշտարակը կրկին ներկել են Ադրբեջանի դրոշի գույներով։ Սա ոչ այլ ինչ է, քան այդ եղբայրական հարաբերությունների արտացոլում։ Ասեմ, որ Բաքվում շատ մեծ շուկով են տոնել, նույնիսկ հասարակ մարդիկ Էրդողանի հաղթանակը։ Քաղաքում մեքենաներ, դրոշներ եւ այլ հրճվանք։ Լավ են ընդունել Էրդողանի հաղթանակը նաև տարբեր ահաբեկչական խմբեր Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում։ Իսկապես տարբեր տիպի զինատեսակներով օդ են կրակել, դրանով ցույց տալով իրենց գոհունակությունը։ Բայց որոշ քրդաբնակ շրջաններում հակառակը եղել են բախումներ։ Այնուամենայնիվ նա վերընտրվել է, բնական է, հնարավոր է, որ միջև վերջ չկարողանա պաշտոնավարի, վիճակը վատ է, ֆիզիկական նրան առողջությունը, բայց այնուամենայնիվ նա փոխել է Թուրքիան։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է նաև այն, որ Շվեդիան իր արտգործնախարար Տոբիաս Բիլստրոմի շուրթերով հայտարարել է, որ այդ երկիրը կատարել է բոլոր պահանջները Թուրքիային, հիշում եք, Թուրքիան պահանջներ է դրել քրդերի դեմ,
որպեսզի Շվեդիան չօգնի եւ այլ եւ հիմա պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին Շվեդիան։ Տեսնում եք ինչ ձևով փաստորեն Թուրքիան կարողացավ սեղմել եւ նվաստացնելով Շվեդիային հասնել իր նպատակին։ Պետք է սովորեք այդ բոլոր տեխնոլոգիաները, որովհետեւ այլ ձև մենք չենք կարողանալու գոյատևենք։ Շատ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցավ Մոլդովայում։ Այնտեղ տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի, այսպես ասած, գագաթնաժողով, որտեղ մասնակցեցին տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Ուկրաինայի, Զելենսկին եւ Մակրոնը եւ այլն եւ այլն։ Ասեմ, որ Մայա Սանդուն Մոլդովայի նախագահ մի շարք հայտարարություններ արեց, որ նրանց ապագան Եվրոմիությունում է, որ այլ տարբերակ չկա եւ ինչն է հետաքրքիր, օրինակ Եվրոմիության արտաքին գործերի պատասխանատու Ժոզեֆ Բորելը մի կարևոր հայտարարություն արել։ Նա ասել է, որ Մոլդովան նույնիսկ ունենալով տարածքային խնդիր Մեզնեստրի հետ կարող է անդամակցել Եվրոմիությանը, չէ՞ որ նույնը ունի նաև Կիպրոսը, բայց անդամակցում։ Սա նոր էջ է բացելու, կամաց գնալու են հենց դրան։ Չնայած Սանդան ասել է, որ Մեզնեստրից չի հրաժարվելու Եվրոմիության անդամ դառնալու համար եւ պետք է Եվրոմիությունը օգնի նրան, որպեսզի նա Մեզնեստրը նորից վերցնի իր վերահսկողության տակ։ Եվ ոչ միայն Եվրոմիությունը, Սանդուն նաև մի շարք շատ կարելի ասել արմատական հայտարարություններ արել։ Նա նշել է, որ պատրաստ է Մոլդովայի տարածքը տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին ցանկացած գործողության համար։ Սա արդեն ոչ այլ ինչ է, քան կամ Մեզնեստրի նկատմամբ նոր պատերազմական գործողություններ, կամ այլ ճակատի բացում ռուսների դեմ, որտեղ եթե Մեզնեստրում նրանք չեզոքացնեն այդ երկիրը, բնական է սա մեծ հարված է Ռուսաստանի։ Ռուսաստանը հենց այնպես չպետք է այդ ամենին նայի, այսինքն կրկին կարող է նոր ճակատ բացվի նաև Մոլդովայում։ Տեսնենք, կհետևենք այդ ամենին։ Ինչն է հետաքրքիր նաև, Կիշինյովում հանդիպեցին Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին։ Շատ ջերմ հանդիպեցին։ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն։ Փաստորեն Իլհամ Ալիևը անօրինական է սրանով համարում Ռուսաստանի Դաշնության ողջ այլ գործողությունների Ուկրաինայում։ Կարծում եմ հետևություններ պետք է անեն, այն ով պետք է անի, եթե չանեն, միմիայն վատ է լինելու նաև իրենց համար։ Եվ կան մի շարք նյուանսներ, որը մենք պետք է անպայման նկատենք։ Այսպես իրենք շփվել են անգլերեն լեզվով, չնայած երկուսն են ռուսախոս են։ Սա ոչ այլ ինչ է, քան հստակ քաղաքական պատգամ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին օգնության համար, կարևորել նրա դերակատարությունը, Ալիևն էլ ասել է, էլ ավելի են խորացնելու հարաբերությունները ուրեմն Ուկրաինայի հետ։ Շատ կարևոր է այս ամենը դիտարկել։ Ընդհանրապես, երբ որ խոսում ենք Ուկրաինայի մասին, իսկապես այս վերջին մի քանի օրերին մի շարք զարգացումներ տեղ ունեցան այնտեղ, օրինակ Ուկրաինա այցելեց հայտնի ամերիկյան սենատոր Լինսեյ Գրամը եւ իր բանակցությունների ժամանակ այսպիսի մի բան ասեց. ռուսները մահանում են եւ դա մեր փողերի ծախսման ամենաարդյունավետ մասն է։ Ну, գիտեք, սա արդեն որևէ սահմանի մեջ չի տեղավորվում։ Լավ, կարելի է չի սիրել Ռուսաստանի Դաշնությունը, հասկանում եք աշխարհակաղակական մրցակիցներ եք, բայց նման նացիստական բաներ խոսելը սա ճիշտ չէ։ Սա նաև քանդում է ժողովրդավարությունը։ Նույն Ամերիկայում մենք տեսել ենք նաև խոսել ենք հաղորդման սկզբում ինչպիսի հայտարարություններ պետք է մեր նկատմամբ կամ ասենք նույն այս գրամը եղել է այն մարդը, ով ժամանակին բեկանել է Հայոց ցեղասպանության ճանաչումը կոնգրեսում եւ թուրքամետ շատ այսպես ընդգծված թուրքամետ քաղաքական գործիչ է։ Այսպիսի բաները լավ արդյունքի չեն բերելու անկախ ամեն ինչից։ Մի կողմ դնենք ով է ճիշտ, ով է սխալ։ Իսկ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է։ Իսկապես մեծ զոհեր կա Ուկրաինայում, շատ մեծ։ Ուկրաինացիները ասեն, որ կրկին հրթիռակոծել են Բելգորոդի մարզը, իսկ ռուսները հրթիռակոծել են Կիևը բավականին ինտենսիվ ձևով։ Ավելին ռուսական պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ոչնչացվել է Ուկրաինայի նավատորմի վերջին մեծ նավը Յուրի Օլիֆերենկո նավը, սրանով Ուկրաինան պաստորեն կորցրեց իր նավատորմը։ Ընդհանուր առմամբ, երբ որ խոսում ենք այս ամենի մասին, պետք է հիշենք, որ Ուկրաինայի ժողովուրդը իսկապես շատ է տուժում։ Նույնիսկ եթե մենք համեմատենք 1990 թվականի հետ,
2023 թվականին Ուկրաինայի բնակչությունը կրճատվել է ավելի քան 15 միլիոն մարդով։ Սա սարսափելի մեծ թիվ է, բայց ունենք այն ինչ ունենք։ Այս վերջի օրերին նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են կրկի Մոսկվային, տարբեր շրջաններում, կան տուժածներ, զոհեր չկան։ Մայիսի 29-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից։ Այդ պայմանագիրը կնքվել է 1990 թվականին եւ ինչ որտեղ կարողանում է վերահսկել սովորական զինատեսակների չափ ու քանակը, չնայած վերջի տարիներին նա չէր աշխատում, բայց սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մրցավազքը զինատեսակների ել ավելի մեծ թափ է ստանալու։ Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Չինաստանում։ Մի շատ կարևոր միջադեպ տեղի ունեցավ Չինաստանի օդային տարածքում։ Փաստորեն բախվեցին չինական եւ ամերիկյան ռազմաօդային ուժերի կործանիչներ։ Իհարկե, բան չհասավ պատերազմական գործողություններին, բայց չինացիները թույլ չտվեցին ամերիկյան օդանավին մոտենալ չինական օդային տարածքին։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հարաբերությունները բավականին լարվել են։ Ավելին, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը կարևոր խորհրդակցություն է հրավիրել երեկ եւ հայտարարել, որ պետք է պատրաստ լինել ամենաբարդ եւ ծանր զարգացումների։ Եվ սա ինքը ասել է պաշտպանության, անվտանգության եւ կուսակցական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ։ Նա ասել է, որ Չինաստանը պետք է արագացնի իր զինված ուժերի մոդեռնիզացումը, որ պետք է նաև այդ մոդեռնիզացումը եւ զինված ուժերի զարգացումը լինի մաքսիմալ մոտ իրական պատերազմական գործողությունների ժամանակահատվածին։ Այսպիսի բան վերջի 50 տարվա ընթացքում որևէ չինացի գործիչ չի հայտարարել։ Սա ցույց է տալիս, որ իսկապես իրավիճակը բավականին բարդ է։ Իրանում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան, այսպես Իրան այցելեց Օմանի սուլթանը, շատ ջերմ ընդունեցին նախագահ Ռայիսին, քննարկեցին տարբեր հարցեր։ Օմանի սուլթանը նաև հանդիպեց Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլահ Խամենեիի հետ, նաև կնքվեցին տարբեր պայմանագրեր։ Ինչով է սա կարևոր։ Օմանը միշտ հանդիսացել է ինչ որտեղ միջնորդ։ Նաև ասեմ, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունների բարելավման գործում Օմանը եւ Չինաստանն են կարևոր դերակատարություն խաղացել։ Հիմա Օմանի սուլթանը գալով Թեհրան պայմանավորություն է ձեռք բերել նաև բարելավել Եգիպտոս-Իրան հարաբերությունները, որը շատ հետաքրքիր զարգացում է։ Թեհրանը այցելել նաև Թուրքմենիստանի առաջնորդ, Թուրքմենիստանի դե-ֆակտո ղեկավար Գուրբանգուլու Բերմուխամեդովը, որը հանդիպել է նաև Իրանի նախագահի հետ, հանդիպել է Այաթոլլահ Խոմենեիի հետ, կնքվել են տարբեր պայմանագրեր։ Այաթոլլահ Խոմենեին ընդհանրապես ասել է, որ Թուրքմենիստանի հետ հարաբերությունները լավ են, բայց տեղ կա ել ավելի խորացնել։ Տեսնենք ինչով է այն զարգանում։ Գերլարված է եղել Իրանի եւ Աֆղանստանի հարաբերությունները։ Պատերազմական գործողություններ են փաստորեն տեղի ունեցել սահմանի որոշ հատվածներում, մանավանդ Սիստան-Բալուջիստան նահանգում։ Եղել են ավերածություններ, զոհեր երկու կողմից։ Որոշ գործիչներ Աֆղանստանում հայտարարել են, որ նույնիսկ Աֆղանստանը երբ որ սկսի պատերազմը Իրանի հետ լայնածավալ, ավելի եռանդուն է պայքարելու, քան ջիհադը անհավատների նկատմամբ։ Սա ընդհանրապես շատ նոր բան է, բայց ասեմ, որ անկախ ամեն ինչից ըստ երևույթի փորձելու են հարթել իրավիճակը, նամանավանդ որ մի շարք զարգացումներ են տեղի ունեցել այստեղ, այսպես Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ պատճառը այսպիսի լարվածության եղել է այն, որ թմրամոլները եւ թմրանյութ վաճառողները փորձել են անցնել Աֆղանստան-Իրան սահման եւ իրանական սահմանապահները կրակել են նրանց վրա, իսկ թալիբները սա ընդունել են որպես հարձակում։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ տեղ կա քննարկելու։ Ավելին Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ դա եղել է կարճատև, Բախում ամեն ինչ լինելու է նորմալ։ Մենք տեսնում ենք, որ իսկապես իրավիճակը բարդ է, որոշ ուժեր ուզում են այն իհարկե զարգացնել, բայց մեր շահերից բխում է, որ այնտեղ լինի նորմալ, որպեսզի Իրանը չի շեղվի այս տարածաշրջանից այլ ուղղությունների վրա։ Թեժ է իրավիճակը նաև Բալկաններում։ Կոսովոյում սերբերը ընդվզեցին կրկին անգամ։ Պատճառը եղել է այն, որ մի շարք սերբաբնակ շրջաններում սերբերը բոյկոտել են ընտրությունները, իսկ ալբանական իշխանությունները, Կոսովոյի ալբանական իշխանությունները նշանակել են մի քանի քաղաքապետ։ Ընդ որում այդ մարդիկ
նույնիսկ ձայն չեն ստացել։ 3%-ն է մասնակցել ընտրություններին, այն էլ пассив ձևով, բայց նրանք նշանակել են այդ քաղաքապետին եւ բերել է բախումների, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ։ Ավելին, Սերբիայի նախագահը նաեւ սերբական բանակի ստորաբաժանումները բերել է Կոսովոյի սահմանին։ Հանդիպել է նաեւ Սերբիայի նախագահը մի շարք դեսպանների հետ, առաջին հերթին Ռուսաստանի եւ Չինաստանի, խնդրել իրենց աջակցությունը։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ Սերբիայի նախագահ Վուչիչը դիմել է Էրդողանին, խնդրելով նրան միջամտել եւ կարգավորել իրավիճակը։ Տեսնում եք, նույնիսկ Թուրքիան այնտեղ է ակտիվ։ Ինչու, որովհետեւ միշտ վարել է սկզբունքային, ինչքան էլ դա մեզ համար ծանր չլինի, բայց պետք է սա ընդունենք եւ սովորել տեղ ունենք սկզբունքային եւ ազգային շահերը պաշտպանող քաղաքականություն։ Այսպիսին էին, հարգելի բարեկամներ, մի շարք կարևոր զարգացումներ կհետևենք եւ կներկայացնենք ձեզ։ Մնացեք բարով, Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։